նկատմամբ։ Էդգար Ղազարյան, խնդրեմ։ Տիկին փոխնախարար, ես 3 հարց ունեմ։ 2024 թվականի նոյեմբերի վերջին կառավարությունը որոշում ընդունեց պարտադիր պայման համարելով բացառապես ձմեռային ավադողերով երթևեկություն իրականացնելու համար եւ քաղաքացիներին, տնտեսվարողներին տվեց ռեկորդային կարճ ժամանակ դրա որոշումը իրագործելու համար։ Դեկտեմբերի կեսից արդեն դա պետք է իրագործվեր։ Դուք ինչ ձևով եք ապավել այդ որոշման իրականացումը, հատկապես հանրային սուբյեկտների կողմից, մասնավորապես Երևանի տրանսպորտի կողմից, որովհետև փետրվարին ձմռան ընդամենը 1 օր ձյուն եկավ Երևան քաղաքում եւ երթևեկությունը պարալիզացվեց, ավտոբուսները կանգնեցին, որովհետև Երևանի քաղաքապետարանը չէր փոխել անվադողերը ձմեռային անվադողերի։ Այօրինակ դուք որոշումներ կայացնելուց առաջ ընդհանրապես նախնական քննարկում եք, թե տեղյակ չեք լինում, որ հնարավոր է ձմեռը ձյուն գա։ Երկրորդը, դուք ներկայացնում եք մի կառավարություն, որի գործողությունների հետևանքով թշնամուն է հանձնվել հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ։ Քիչ առաջ դուք վիճակագրություն եք ներկայացնում, թե քանի կիլոմետր ճանապարհներ են վերանորոգվել, կահավորվել, գծանշվել եւ այլն։ Կարող եք ներկայացնել վիճակագրություն, թե ձեր կառավարման շրջանում 2020 թվականից հետո քանի կիլոմետր ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն։ Եվ երրորդը, դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում մի կառավարությունում, որի ղեկավարը վարչապետը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության Հայաստանի ներկա տարածքի 60-ից 70%-ը ունի ադրբեջանական պատկանելություն։ Հիմա դուք ճանապարհաշինական ծրագրեր իրականացնելուց դա հաշվի առնում եք, այսինքն դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելու համար, թե մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, անդրադառնամ անվադողերի հետ կապված հարցին, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել էին ձմեռային անվադողների պահանջը սահմանելուց վերջին տարիների եղանակային պայմանները, միջազգային փորձը, ասեմ, որ այդ պահանջը նաև սահմանված էր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում, ինչի մասին որ նշեցի, դա դարձրեցին երթևեկության պարտադիր կանոն։ Անկախ այդ կանոնի երթևեկության պարտադիրությունից յուրաքանչյուր տարի ձմեռվա ամիսներին, կարծում ցանկացած վարորդի համար դա նորմալ է, որ ձմեռը երթևեկել ձմեռային ավադողերով հաշվի առնելով այն ռիսկերը, անվտանգության, որոնք առաջանում են։ Մենք դա ամրագրեցինք որպես պարտադիր կանոն եւ դրա մասին նաև իրազեկեցինք։ Դրա հետ կապված շրջանառվել է կառավարության որոշման նախագիծը բոլոր շահագրգիռների հետ, մարմինների հետ, ներկայացվել է այնպես, որ մենք խնդիր չունենք դրա տեղեկացված չլինելու հետ կապված եւ ասեմ, որ արդեն այս տարի շատ դրական միտում է տեղի ունեցել ձմեռային անվադողերով երթևեկելու հետ կապված, ինչը վերաբերում է Երևան քաղաքի հետ որ չեն փոխել անվադողերը եւ այլն, ես հաշվի առնելով քաղաքապետարանի գործընկերների ստեղ են մեկնաբանությունը կթողնեմ իրենց, դա համընդհանուր պարտադիր պահանջ է ամբողջ Հայաստանի համար տրանսպորտային միջոցների նկատմամբ տարածվող, ուստի կենթակա է պարտադիր կատարման բոլորի կողմից։ Երկրորդ հարցի հետ կապված մենք ղեկավարվում ենք եւ ճանապարհաշինական ծրագրերը իրականացնում ենք, ճանապարհների անվանացանկ ունենք, կառավարության որոշմամբ է սահմանված եւ այդ անվանացանկում ներառված ճանապարհներն են հանդիսանում ճանապարհային ցանցի մաս։ Մենք ծրագրերը իրականացնում ենք հենց այդ ճանապարհների հետ կապված վերականգնման հիմնանորոգման աշխատանքները կատարելուց, ուրիշ մեկնաբանություն ես չունեմ։ Ցավում եմ, որ խուսափում եք հարցերին պատասխանելուց, սա ոնց որ թե ես մի շարք խորհրդարանական լսումների եմ մասնակցում, դա ոնց որ թե այս կառավարության բոլոր ներկայացուցիչների գործելավոճն է։ Բայց եթե նորից ձեր մասնավորությունով գան, ձեր անվանացանկի մեջ ներառված է Երևան Մեղրի միջպետական ճանապարհը, եւ դուք այսօր կարող եք այս լսումներից հետո անվտանգ երթևեկել միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածով։ Շնորհակալություն։ Ես կերթևեկեմ այն ճանապարհով, որ ներառված է ճանապարհների անվանացանկում, դա M2 միջպետական ճանապարհն է, որը գնում է Տաթևով եւ գնում է մինչեւ Ագարակ։ Ես մի փոքր արձագանք որպես նախագահող ճանապարհների ցանկի մեջ նշված չեն պաշտպանական եւ անվտանգային բնույթի այն հսկայական կատարված աշխատանքները, որը վերաբերում են միջդիրքային ճանապարհներին, որոնք իրենց որակով չեն զիջում նաեւ միջպետական, պետական մեր մայրուղիներին, դրանք հարյուրավոր կիլոմետրեր են, պարոն Ղազարյան,
ուզում եմ որ դուք տեղյակ լինեք, որ այն ինչ որ ուղղված է երկրի անվտանգությանը, այնտեղ էլ կան կառուցված ճանապարհներ, որոնք ապագայում էլ կծառայեն անվտանգ երթևեկության համար, բայց այսօր նրանք ունեն բացառապես անվտանգության կարիքների նպաստող կառույցներ են, իսկ որ դրանք կառուցվում են նաև մեր երկրի պաշտպանությունն, անվտանգությունը ավելի ամրապնդելու համար դա էլ է փաստ։ Այնպես որ մեր իշխանության օրոք նաև անտեսանելի բաներ էլ արվում, որը մեր երկրի սահմանների պաշտպանության առումով բավականին շատ կարևոր գործընթացներ են։ Շնորհակալություն։ Արտակ Զենելյան, խնդրեմ։ Հարգելի փոխնախարար, շնորհակալություն զեկույցի համար։ Ես ունեմ երկու հարց, ենթահարցեր կարող է լինել։ Ասացիք, որ զեկույցի ընթացքում տեղադրվել են ճանապարհային երթևեկության նշաններ, արվել են գծանշումներ։ Ճանապարհային երթևեկության նշանները դրանք կանոնական իրավական ակտեր են, վարչական ակտեր են, որոնք պետք է ընդունվեն բացառապես նորմատիվ իրավական ակտերի հիման վրա։ Այդ ճանապարհային երթևեկության նշանները կվկայակոչեք ինչ նորմատիվ իրավական ակտի հիման վրա են տեղադրվել եւ արդյոք համայնքի տարածքում գտնվող տեղադրված երթևեկության նշանները տեղադրելու համար վարձակալվել է հողատարածք։ Հաջորդ հարցը 2024 թվականին 4000-ից ավելի ճանապարհային երթևեկության պատահարներ են տեղի ունեցել։ Դրանք միայն նրանք են, որոնք մահվան ելքով կամ վիրավորման ելքով են տեղի ունեցել, եւ դրանցից մի մասը ինչ որ մի քանակություն տեղի ունեցած կլինի այն պատճառով, որ վթարավտանգ ճանապարհներ են եղել եւ դրանց ուսումնասիրության արդյունքում պետությունը վերացրել է այդ վթարավտանգ հատվածները կամ ուղղել, այսինքն կատարել է պոզիտիվ պարտականությունը անվտանգությունը ապահովելու համար։ 2024 թվականի ավտովթարների այդ պոզիտիվ պարտականությունը ժամանակին կատարած չլինելու հիմքով վնասի հատուցման քանի վարույթ է իրականացվել, քանի հոգու է հատուցվել վնասը պետության պոզիտիվ պարտականությունը չկատարելու հիմքով եւ որքան գումար է հատուցվել արտադատական եւ դատական կարգով վարույթների մասն է խոսքը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Նախ նշեմ, որ նշանների գծանշումների հիմնական նորմատիվային կարգավորումները տրված են կառավարության որոշումներով եւ ճանապարհային նշանները տեղադրվում են ճանապարհին պատկանելի հատվածում։ Մենք մասնավոր անձանց պատկանող հողամասերում ճանապարհային նշաններ չեն տեղադրվում, համայնքների մասով ձեռնպահ կմնան պատասխանելուց, որովհետև համայնքային ճանապարհների մասով մենք չենք զբաղվում նշանների տեղադրմամբ, այլ սպասարկում ենք ու կառավարում ենք այն ճանապարհները, որոնք գտնվում են նախարարության տնօրինության տակ, միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները, իսկ մարզային նշանակության ճանապարհները կառավարվում են մարզպետանների կողմից։ Այդուհանդերձ նշանները տեղադրվում են հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախագծային փաստաթղթերի հիման վրա, բայց դրանց ստանդարտներն ու հիմքերը սահմանված են կառավարության որոշումներով։ Ինչ վերաբերում է իրականացված վարույթներին, պատահարների արդյունքում, որոնք ենթադրյալ դուք նշեցիք կարող են առաջացած լինել ենթակառուցվածքի որևէ թերության կամ խնդրի պատճառով, այդպիսի վարույթներ այս պահին չունենք դեռևս հարուսված կամ վնասներ հասցված վերականգնման ենթակա, ունենք քննության ընթացքում գտնող մի քանի դեպքեր, դրանք 2-3 դեպք են, որոնք վերջնական չունենք որևէ եզրակացություն։ Այս պահին ՏԿՆ այդպիսի վարույթներ չունի ստացած, որ վնասներ վերականգնի։ Արձագանք։ Կոնկրետ վարչական ակտերի մասն է խոսքը, վիզուալ ակտերի մասին է խոսքը։ Ճանապարհային երթևեկության նշանը դա տեսանելի վիզուալ վարչական ակտ է, որը պետք է ընդունվի ստանդարտի համապատասխան կայացված նորմատիվ իրավական ակտի հիման վրա։ Նորմատիվ իրավական ակտ ընդունված է արդյոք թե ոչ, որոնք հիշատակեցիք ձեր զեկույցում, եւ հաջորդը վարույթներ ընդհանրապես նկատի չունեմ, ասենք ինչ որ մեկին կարգապահական պատասխանության ենթարկելու, այլ կոնկրետ վնասի հատուցման, եթե ոչ 2024 թվականի համար, ապա ընդհանրապես կան այդպիսի վարույթներ, որ պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու հիմքով հատուցի վթարի ենթարկվածներին
վնասը եւ պատասխանատվությունը փոխանցվի պետությանը, որը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունները։ Այս պահի դրությամբ կոնկրետ համարներով, խնդրում եմ։ Այս պահի վերջի հարցից սկսեմ, այս պահի դրությամբ չունենք այդպիսի վարույթ, ունենք քննության ընթացքում գտնվող մի քանի վարույթներ, բայց որպես փաստ ունենանք այդպիսի վարույթներ, ոչ։ Ինչ վերաբերում է նշաններին, ապա դրանք երթևեկության կազմակերպման սխեմաներով են նաև հաստատվում, եւ դա է այն նաև տկենի կողմից իրավական հիմքը, որով որ նախագծերի հիման վրա այդ նշանները տեղադրվում են։ Ասեմ, որ երթևեկության կազմակերպման սխեմաներն համաձայնացվում են ոստիկանության հետ, ներքին գործերի նախարարության հետ։ Ինքը ակտով չի ընդունվում։ Շնորհակալություն Տիկին Ղալեչյան։ Ալխազ Ղազարյան, պատրաստվի Սեմյոն Բաբայան։ Շնորհակալ եմ։ Տիկին Ղալեչյան, ձեր վերաբերած տվյալներից էլ եւ առհասարակ ճանապարհային վիճակը